Բարի երեկո բոլորին, ուրախ եմ ձեզ ողջունելու այսօր հոսքի կողմից կազմակերպված այս հերթական հրաշալի միջոցառման շրջանակում, որը անցնում է Նիկողոսյան հիմնադրամում, ասեմ, որ առանց նույնիսկ միջև ձեր ծափողջունները ես շատ ոգևորված եմ արդեն եւ դրանք ինձ ավելի ոգևորեցին եւ որովհետեւ երբ սկսեցինք այս շարքը շատ կարեւոր էր որ այդ խնդիրը միշտ էլ կա իրոք ինչպես նշվեց հայոց լեզվով արվեստի մասին կոնտենտի խնդիրը որ տարիներ շարունակ ես եւ իմ գոլեգաները փորձել ենք այդ հարցով զբաղվել ինչ որ ձևով հագեցնել համացանցը կամ ինչպես ասում են ցնցել համացանցը հայ արվեստով, բայց այդքան էլ լավ չի ստացվում, որովհետև նման ռեսուրսներ չկան եւ ուրախալի է որ հայտնում են հոսքի նման մշակութային հանգույցները, ովքեր հենց այդ հարցով օգնում են, ես էլ փորձում եմ իմ փոքրիկ լումաններ դնել։ Ինչպես արդեն նշվեց, սա այսպես էքսպրոմտ դասախոսություն դարձավ, որովհետև ի սկզբանե նախատեսված շարքի մեջ երկրորդ մաս առաջին դասախոսության համար ծրագրված չէր։ Այսինքն երբ առաջին դասախոսությունը, ինչպես հիմնականում լինում է, իր ժամանակային սահմանափակումներից մի քիչ դուրս եկավ, նախատեսված էր 1 ժամ, բայց այնց տպավորություն որ կարող է 2 ժամից ավել տևի, մենք հասկացանք, որ ավելի լավ կլինի երկրորդ մասը անել, եւ ինչ որ հատված, այսպես ասած, հպանցիկ անցանք եւ իրականում լավ եղավ նույնիսկ որ այսպես երկրորդ անգամ խոսելու այս նույն հարցի շուրջ առիթ եղավ, որովհետեւ այս ընթացքում, որովհետև պետք է հիշեցնեմ, որ դասախոսությունը եղել է դեռևս սեպտեմբեր ամսին, այս 1.5 ամսվա ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են եղել, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր թեմային, ինչը հայ արդի եւ ժամանակից կերպարվեստի լուսանցքները, որովհետեւ առաջին դասախոսությանը ովքեր չեն եղել, ես փորձում եմ անդրադառնալ այնպիսի անունների, որոնք ակադեմիական եւ ինստիտուցիոնալ լայն շրջանառությունից դուրս են մնացել, չնայած շատ կարեւոր արվեստագետներ են, կամ էլ այնպիսի արվեստագետների, ովքեր հայտնի են կարծես, բայց շատ նեղ շրջանակով եւ փորձում էի ցույց տալ այդ արվեստագետների կարևորությունը ոչ միայն հայ կերպարվեստի համար, այլ համաշխարհային իմաստով։ Այսօր շարունակելով նույն այդ շարքը, ես մի քիչ կանդրադառնամ էլի խորհրդահայ ժամանակաշրջանին ինչպիսի տենդենսներ կային, եւ դա հուսով եմ շատ այսպես օրգանիկ ձևով կանցնի դեպի մեր գլխավոր այսօրվա թեման, ինչի մասին քիչ հետո արդեն հստակ կխոսեմ։ Եթե կհիշեք, անցյալ անգամ մեր այսպես ասած պաուզայի կետը եղավ, ովքեր չեն եղել, դա մոտավորապես 80-ական թվականներն էր, բայց ես որ վերաձևակերպում էի այսօրվա սահիկաշարը, ովքեր չգիտեն, հենց այդպես է պրեզենտացիան հայերեն, երբ վերաձևակերպում էի այն, հասկացա, որ ինչ որ կետեր կան, որոնց արժի անդրադառնալ, որ էլի մինչև 80-ականներն են, որտեվ անցյալ անգամ էլ կարծես այսպես վերջին շնչով այսպես ուզում էի ամեն ինչ ասեի, արագ թերթում էի եւ դրա համար ես հասկանալով, որ խոսեցինք 1970-ականներին այդ հետաքրքիր վայրի վերումների մասին, երբ բացվեց Երևանի ժամանակից արվեստի թանգարանը, բայց այդ ամենը շատ հետաքրքիր ձևով դրան նախորդել էր որոշակի փուլ, որը բերել էր ժամանակից արվեստի թանգարանի բացմանը։ Որտեղ երբ մենք խոսում ենք ազգային մոդեռնիզմից, որը 60-ական, 70-ական թվականների մասին է, հիմնականում խոսքը, պետք է ասել, որ այդ մոդեռնիզմը օդից չծնվեց, եղան նոր սերնդի արվեստագետներ, ովքեր շատ ավելի քաջատեղյակ էին որոշակի արդի ժամանակաշրջանից եւ արվեստային զարգացումներից, նրանցից ոմանք սովորել էին Լենինգրադում, տեսել էին Մոսկվայի հայտնի ցուցադրությունները, որ եղան 50-ականների վերջում, նրանց թվում Մինաս Ավետիսյանը, եւ կուզեի այսօր խոսել մի ցուցադրության մասին, որը ավելի հայտնի է, ըստ ասած, արվեստաբանական շրջանակներում, հատկապես այն շրջանակներում, ովքեր զբաղվում են այդ շրջանով, եւ խոսքը 1962 թվականի հայտնի 5-ի ցուցադրության մասին է։ Չգիտեմ ովքեր են լսել այս նախագծի մասին, գիտեմ կոնկրետ մարդկանց այս սրահում ովքեր հաստատ գիտեն այս ցուցադրության մասին, բայց սա շատ խիզախ մի քայլ էր, որ նկարիչների միությունում տեղի ունեցավ եւ
կարող եք տեսնել անունները այս շատ հետաքրքիր պաստառի վրա, պարզ, բայց նաև շատ գեղագիտական, Լավինյա Բաժմեյոկ-Մելիքյան, Արփենիկ Ղափանցյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան եւ Ալեքսանդր Գրիգորյան։ Ու տեսեք, նույնիսկ այն ժամանակ ինչքան առաջադեմ է եղել պոստերի կազմումը, որ կանանց անունները սկզբում են նշել։ Այսինքն այսպես սեքսիստական մոտեցում չի եղել, էլի, որ չէ, Մինասը եւ մյուսները առաջինը պետքա լինեն, կանանք հետո կամ ինչ որ ձևով, այսինքն իրանք բոլորը հավասարապես դիտարկվել են, բոլորը հավասարապես ներկայացվել են եւ այս առումով հետաքրքիր է, նայում ես խորհրդային ժամանակաշրջանը կին արվեստագետների դերը ինչքան կարեւորվել է։ Իհարկե կարդում ես իրենց անձնական պատմությունները, այդ կոպիտ ասած գեղեցիկ փաթեթավորումը մի քիչ պատառոտվում է, բայց ամեն դեպքում կարևոր է նշել, որ 62 թվականին երբ այս ցուցադրությունը եղավ, ահա գլխավոր հերոսները այդ դա շատ մեծ ալիք բարձրացրեց այդ թվում քննադատության եւ եղան բազմաթիվ հոդվածներ ցուցադրությունը քննադատող, որովհետեւ իրենց համար այս արվեստագետները ամեն դեպքում ֆորմալիստներ էին, եթե չգիտեք ֆորմալիստ ասվածը ինչ է, խորհրդային միության ժամանակ դա երևի գլխավոր այսպես ասած վիրավորանքներ արվեստագետի համար, դե իրանց թվում էր, այսինքն Պաշտոնյանին թվում էր, որ իրանք վիրավորում են դրանով, այն դեպքում եւ արվեստագետի համար դա իրականում շատ մեծ կոմպլիմենտ էր, որովհետեւ ինչ էր ասում սոցիալիստական ռեալիզմը, որ բովանդակություն չկա, որ չկա համապատասխան թեմա, որ չկա ինչ որ այսպես ասած message, թե ինչի մասին է այդ արվեստը եւ հոդվածներում հիմնականում հենց դրա մասին է խոսում են, նույնիսկ երբ նայում ես այդ հոդվածները, որ տպագրվել են այս ցուցադրության մասին, հենց դրա մասին է։ Այս ոնց որ այդ երիտասարդները սկիզբ դրեցին այն զարգացումներին իրականում, որտեվ երբ 72 թվականին Հենրիկ Իգիթյանը բացեց Երևանի ժամանակից արվեստի թանգարանը, ինքը բացեց այդ թվում ոգևորված այս երիտասարդներից, որոնք արդյունքում հայտնվեցին Երևանի ժամանակից արվեստի թանգարանի հիմնական կոլեկցիայում։ Եվ այս արխիվային ֆոտոները իրանք առցանցել հասանելի են ու այս մարտիկ էին եւ այս ցուցադրություններ, որ հայ կերպարվեստի պատմության մեջ այսպես նշանային մի իրադարձություն դարձավ եւ ովքեր ուսումնասիրում այս շրջանը հիմնականում այս նախագծի մասին շատ քաջատեղյակ են, գիտեն ինչպես է եղել, ինչպիսի արձագանքներ են եղել եւ ինչքան մեծ է եղել այս ցուցադրությունը։ Նույն հոդվածներից մեկում պատմում է, որ Մինաս Ավետիսյանը շուրջ 40 աշխատանք է ներկայացրել ու դրանք եղել են հենց այդ լրիվ նոր շունչը, նոր լեզուն, նոր ֆորմաները, գույները, այն ինչ որ մենք հիմա շատ լավ գիտենք եւ շատ լավ տեղյակ ենք Մինասի արվեստից, պետք է հասկանալ, որ 60-ականներին դա լրիվ այսպես նոր մի լեզու էր եւ ոչ միայն իր դեպքում, այդ թվում Սիրավյանի դեպքում, Լավինյա Բաժմեյոկ-Մելիքյանի դեպքում, Ալեքսանդր Գրիգորյանի, Արփենիկ Ղափանցյանի, ում որդին հետագայում շատ կարևոր ներդրում ունեցավ արդեն մեր ավելի ժամանակակից արվեստի մեջ եւ արդյունքում հենց նրանց շնորհիվ էր եւ նրանց այդ տված ազդակի արդյունքում էր, որ 72 թվականին Հենրիկ Իգիթյանը բացեց Երևանում ժամանակից արվեստի թանգարան։ Անցյալ անգամ արդեն սրա մասին խոսվել է, բայց ասեմ, որ դա իրականում շատ կարևոր էր, որովհետև պետական իմաստով կար Երևանի ժամանակից արվեստի թանգարան, որը հենց այդպես էլ կոչվում էր։ Դե հիմա մենք արդեն հասկանում ենք, որ դա արդի արվեստի թանգարանի մասին է խոսքը գնում, բայց Խորհրդային Միությունում առաջինն էր եւ միակը։ Եվ դա իհարկե Հենրիկ Իգիթյանի շնորհիվ էր, բայց ոչ միայն իր, այլև այդ ժամանակ Հասրատյանի շնորհիվ էր, ով աջակցում էր Հենրիկ Իգիթյանի այդ կարևոր մղումները, այսինքն կային հայրենասեր պաշտոնյաներ, ովքեր կարևորում էին հայ կերպարվեստի մշակույթը եւ Խորհրդային Հայաստանն էլ գտնվելով, չգիտեմ, վերջին 1 ամսվա ընթացքում երևի այդ բառը 1 միլիոն անգամ արդեն ասել եմ, Խորհրդային Միության ծայրամասում պերիֆերիա, ոնց որ պերիֆերիկ պետություն լինելով այդքան մեծ ազդեցություն ռոպագանդայի եւ ճնշումների չուներ։ Այսինքն դա էլ պետք է պատկերացնել։ Իհարկե այնպես չէր, որ դրախտ էր, բայց ամեն դեպքում այդ արվեստագետները, ովքեր նույնիսկ նկարիչների միության անդամ չէին կամ առանձնապես պատվերներ չէին տանում, իրանք այդ աստիճան չէին հետապնդվում, ինչպես դա լինում էր Մոսկվայում եւ մենք էլի այս վերջին ամսվա ընթացքում անընդհատ այդ թեմայով խոսում ենք հասկանալու համար ինչպիսի մեծ էր տարբերությունը 1972 թվականին Երևանում բացում է ժամանակից արվեստի թանգարան, 1974 թվականին Մոսկվայում լինում է հայտնի բուլդոզերնը վստովկա, ովքեր չգիտեն, դա այն ցուցադրությունն էր, երբ բանում
ափեզրին արել էին ցուցադրություն, այդպես բացօթյա ցուցադրություններ եւ հետագայում այդպես պաշտոնները բուլդոզերներով այդ ցուցահանդեսը պարզապես քանդեցին, որտեղ դա չէր համապատասխանում սոցիալիստական ռեալիզմի պրոպագանդային եւ օֆիցիալ այդպես լեզվին։ Եվ սա զուտ մի քանի այդպես արխիվային կադրեր հենց Հենրիկի Գիցյանից եւ այն արվեստագետներից, ովքեր ընդգրկված էին իր հավաքածուում եւ նաեւ այս առաջին ցուցադրությունների ժամանակ տեղի ունեցած այդ հայտնի հերթերը, որ գոյանում էին եւ ինչպիսի իրավիճակ էր ընտրվում։ Սա զուտ այն թեմաները, որ մի քիչ չհասցրեցի անցյալ անգամ խոսել եւ այս թեմաներից դուրս հիմա կանդրադառնամ մի արվեստագետի, ով շատ յուրահատուկ ձևի հայտնվեց 70-ական 80-ականների հայ կերպարվեստում ու մեր հետագա գլխավոր ասելիքի հետ շատ ուղղակի կապ ունի։ Խոսքը հայ երևի այդ ազգային մոդեռնիզմի եւ ընդհանրապես հայկական արվեստային լեզվի մեջ շատ կարևոր տարբերվող իր վիզուալ մտածողությամբ արվեստագետի մասին է, Կամո Նիգարյանի մասին է, ով դուրս էր մնացել Երևանի թատերա ոնց էր կոչվում Գեղարվեստաթատերական ինստիտուտ չէր կարողացել ընդունվել, արդյունքում ընդունվել էր դիզայնի բաժին եւ ավելի ակտիվ զբաղվում էր դիզայնով եւ իր մոտ արդեն այսպես ոչ թե մոդեռնիստական, այլ շատ պոստմոդեռնիստական արդեն ստեղծագործություններ էին եւ նա լինելով դիզայներ շատ մեծ ներդրում է ունեցել նաեւ խորհրդային դիզայնի մեջ, նախագծել է մի շարք պրոյեկտներ, եղել է նախագծել է տարբեր թանգարաններ եւ երբ տեսնում եք այս իր ոնց որ բավականին ռադիկալ նեոէքսպրեսիոնիստական այս լեզուն, որ ինքը ուներ, որ տենց մի քիչ բասկիային է հիշացնում, չէ՞, ինքը նաև անում էր այսպիսի դիզայներական նմուշներ, այսինքն այս աթոռներն են իր դիզայնով արված, որ մի քանի տարի առաջ ներկայացվեցին մի հատ դիզայնի ցուցադրության շրջանակում, այս հայտնի Հրազդան ռադիոն է ինքը արել, ինքը նաև նախագծել է այն ժամանակ այդ խորհրդային պատմության թանգարան կար շատ մած, այդ թանգարանը, ովքեր եղել են Գյումրիում, տեսել են իր նախագծած Մերկուրովի թանգարանը, ինքը շատ ակտիվ զբաղվում է լուսանկարությամբ եւ այդ իմաստով էլ ինքը լուսանկարչական մեդիային վերաբերում էր բավականին նոր ձևով, երբ հենց այդ մթին սենյակում անմիջապես ժապավենի հետ էր մանիպուլյացիաներ անում ու ստանում էր այս յուրահատուկ պրոյեկտները եւ 2015 թվականին Շիզոպոլիս ցուցադրության շրջանակում մենք անդրադարձանք իրեն, իր ցուցադրությունը արեցինք համադրող արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ, ով երևի ամենաակտիվն է զբաղվել Կամո Նիգարյանի ժառանգությամբ եւ Կամո Նիգարյանի այրին եւս Մարինե Հարոյանը, ով թանգարանային մեր ոլորտի ամենակարևոր ներկայացուցիչներից ամենամեծ ներդրումն է ունեցել երևի նաեւ թանգարանային մեր ոլորտի զարգացման մեջ, ինքը շատ այսպես նուրբ ձևով վերաբերվում է իր ամուսնու ժառանգությանը, այս Վիգենը շատ ակադեմիական եւ խորը ձևով նաեւ անդրադառնում է այս գեղարվեստական ժառանգությանը եւ մենք երբ արեցինք նաեւ հրատարակվեց այս հիասքանչ ես մեղավոր չէի։ Ահա վերադարձանք։ Հրատարակվեց նաև այս հիասքանչ կատալոգը Շիզոպոլիս, իրականում շատ արվեստագետների մասին ում մասին ես խոսում եմ, մենք երևի համարյա գրեթե բոլորի հետ ինչ-որ ցուցադրություններ ենք արել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում վերջին 16 տարվա ընթացքում, զուտ հիշեցման կարգով ես աշխատում եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, այնտեղ ցուցադրություններ եմ կազմակերպում եւ այս կատալոգը եւ այլ կատալոգներ մեր մոտ հասանելի են, եթե Գաֆէսճեան արվեստի կենտրոնին անդամակցեք, սա ասած փոքրիկ գովազդ էլի, բայց ինչ վերաբերում է Կամո Նիգարյանին, ինքը շատ կարևոր դեմք դարձավ 80-ականներին, բայց ինքը մի տեսակ ընդհանուր արվեստային դաշտից outsider էր։ Ինքը արդյունքում այդքան չցուցադրվեց, ինքը չէր մասնակցում խմբային պրոյեկտներին, ինքը պարզապես իր արվեստանոցում անում էր իր այդ հսկայածավալ հետաքրքիր նախագծերը, պրոյեկտները, այդ թվում ֆուտուրիստական հետաքրքիր գծագրերը թողեր ռոբոտների հետ կապված, ապագայի հետ կապված, այդ ամենը նույնիսկ մենք անիմացիոն ֆիլմ էինք արել այս ցուցադրության շրջանակում, որ ցուցադրում էինք ինչպես կարող են աշխատել այդ ռոբոտները եւ այլն, բայց այդ նույն ժամանակաշրջանում ինչու եմ ես ուզում ցույց տալ, ինչպես եղավ, այսպես կային outsider-ները, ինչպես Կամո Նիգարյանը, բայց կար մի խումբ, որին մենք հենց անցյալ անգամ չհասցրեցինք նորմալ իրենց մասին խոսել եւ իրանցից հետո եղած տարբեր
զարգացումների մասին 90-ականներին, դա հենց ամենակարևոր երևի թե այս մեր ավանգարդի նոր փուլի նոր ալիքի խմբավորումն է, խոսքը երրորդ հարկի մասին է։ Ինչպես է առաջացել երրորդ հարկը։ 1987 թվականին, երբ նկարիչների միությունում հերթական ժողովն էր, երբ նկարիչների միությունը քննարկում էր վերջերս տեղ ունեցած երիտասարդ արվեստագետների ցուցադրությունը եւ այդպես մի քիչ լավ չէին անդրադառնում, քննադատում էին, ինչ որ այդքան էլ իրենք չէին հավանում, ինչպիսի ընթացք է ստանում այսպես ջահելությունը ինչ անում, կոպիտ ասած, այդ նույն ժողովին ներկա էին նաև Արման Գրիգորյանը, նկարիչ, եւ Նազարեթ Կարոյանը, լեզվաբան այն ժամանակ ոնց որ իր նոր առաջին քայլերն էր կարծես անում հենց կուրատորության մեջ, եւ նրանք հակադարձելով անդրադարձան, որ դե որովհետեւ հնարավորություն չի տրվում ցուցադրություն իրականացնելու, դրա համար դուք տեսնում եք այն ինչ որ տեսնում եք հիմնականում հենց նկարիչների միությանը վերաբերող անձինք, ովքեր ընդգրկված են նկարիչների միությունում, իրան եք ցուցադրում, եթե դուք մեզ հնարավորություն տաք, մոտավորապես այսպիսի խոսակցություն է եղել։ Եվ քանի որ պետք է նաև հասկանալ քաղաքական իմաստով էլի, որովհետև չես կարող վակուումի մեջ դիտարկես էլի զարգացումները արվեստային, որովհետև դա արդեն Գորբաչովյան շրջանն էր, արդեն այսպես ասած պերեստրոյկան էր եւ գլասնեստ եւ մի տեսակ այսպես ազատական շունչ կար, դե նկարիչների միությունն էլ իրան մի քիչ ավելի ազատ էր զգում եւ այն ժամանակ նկարիչների միության նախագահ Սարգիս Մուրադյանն էր, չէ՞, թե չեմ սխալվում, հա, Սարգիս Մուրադյանը ասում է, օքեյ, տղեկ ջան, մենք ձեզ կտանք նկարիչների միության երրորդ հարկը, ինչը այդ հարկը ինքը նախատեսված չի ցուցադրությունների համար, ինքը այդպես նիստերի դահլիճ էր։ Ում դուք երրորդ հարկում արեք այն ցուցադրությունը, որը դուք ցանկանում եք։ Ու արդյունքում մի խումբ երիտասարդներ 1987 թվականին արեցին այս ցուցադրությունը, որը հենց կոչվեց երրորդ հարկ։ Իրականում խնդրեմ Արմանի եւ Նազարեթի լուսանկարները հենց այդ ցուցադրություններից մեկի ժամանակ եւ երրորդ հարկը չդարձավ պարզապես ցուցադրություն, դա դարձավ շարժում, ոչ թե խմբավորում, այլ դա շարժում էր, որովհետեւ երրորդ հարկի հենց առաջին ցուցադրության ժամանակ դա պարզապես ցուցահանդես չէր։ Այդ շաբաթվա ընթացքում բացման օրերին լինում էին երաժշտական օրեր, լինում էին պոեզիայի օրեր, լինում էին, չգիտեմ, բրեյք դանսի եւ պանկ երաժշտության օրեր, ինչը այսօրվա հայացքով շատ սովորական բան է թվում, բայց այն իրավիճակում, որում գտնվում էր պետությունը, դեռևս խորհրդային կարգերը կային։ 87 թվականին երևի շատ քիչ մարդիկ էին պատկերացնում, որ այդ միությունը հեսա ուր որա է քանդվելու է։ Նույնիսկ 88 թվականին, երբ շարժումը սկսվել էր, ովքեր ապրել էին այդ իրականության մեջ, չգիտեմ, 40-50 տարի, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա հնարավոր է քանդվի։ Երևի ավելի երիտասարդներ ինչպիսին էին, ասենք թե նույն Նազարեթ, Արմանը, մյուսները կարող է նույնիսկ այս նախագծերով արդեն տեսնում էին այդ վախճանը, բայց ոչ մեկի մտքով, ես իմ հայրիկից եմ բարձրապես դա լսել, որ ասում է, ես առաջին անգամ որ տեսա այդ պոստերները լղիմ, ասում եմ, ես չգիտեի լղիմն ինչ է։ Այսինքն մենք այդ կարգի մարդիկ մեծ հաշվով տեղյակ չէին ու այդ շարժումով ամեն ինչի մասին կարողացան գաղափար կազմել եւ սա ոնց որ լրիվ օթից չեմ ասում էլի նման նախագծեր իրանք չեն հայտնվում հենց այնպես սրանք շատ մարգարեական պրոյեկտներ են որ այսպիսի ազատական վիճակը բերեց արդյունքում փլուզման մի երկրի եւ արվեստային այդ շարժումները առաջին ոնց որ հենց ծիլերն էին, էլի, որ հետագայում կամ սերմերն էին առաջին, որոնցից հետագայում ծլեց այդ անկախությունը եւ ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Երևանում, այլև ամբողջ խորհրդային միությունով։ Եվ երրորդ հարկի ժամանակահատվածում, որտեվ շատ տարբեր արդեն ազատական հետաքրքիր նախագծեր են ելնում։ Նույն Նազարեթը ես հիշում եմ պատմում էր, ինչպես էր ինքը երբ աշխատում էր Ժամանակ արվեստի թանգարանում, ինչպես էր հետևել այդ կլորների տանիքին աղբը ինչպես է հավաքված, այդ աղբը հավաքել էր, ամբողջությամբ ցուցակագրել էր եւ նիստերից մեկի ժամանակ դա ներկայացրել էր որպես զեկուցում։ Ինչը իրականում շատ արվեստային ակտ է, այսինքն ինչ է Ժամանակից արվեստի թանգարանը, թե տանիքի վրա այդքան աղբ է կուտակում, դրանով ոչ մեկ չի զբաղվում։ Եվ եթե նայենք կլորներին, գնալով վիճակը, այսինքն բոճկաները կամ կլոնները կամ որտեղ որ հիմա Հայ-արտն է գտնվում, Ջիմ Թորոսյանի նախագծած այդ սքանչելի մոդեռնիստական ճարտարապետական շենքը, այսինքն Նազարեթ Կարոյանի արածն էլ շատ մարգարեական էր, որ այդ
աղբակույտը, որ հավաքվում էր տանիքում, միջև հիմա այդ շենքը գնալով ավելի ու ավելի բարդ տեխնիկական խնդիրներ է ունենում։ Զուտ շենքի մասին եմ ասում, ել չեմ ասում արվեստային իրավիճակը, որտեվ շատ լավ դա արտացոլվում է։ Սա 1988 թվականին տեղի ունեցած հայտնի պերֆորմանսից կադրեր են, ողջույն նկարիչների միության Անդր Շիրիմյան աշխարհից, եւ այս արվեստագետները, ովքեր, իսկն դա այսպիսի մի ժեստ էր, հենց այդ երրորդ հարգի ժողովրդի կողմից նկարիչների միության հերթական շատ այսպես ստանդարտ ցուցադրությանը, դա ժեստ էր այն իմաստով, որ դուք արդյոք մեռած արվեստ է, ու երրորդ հարգի արվեստագետները իրանք չէին ուզում ոչ մի կապ ունենային ազգայինի, տեղայինի, այդ ազգային մոդեռնիզմի, իրանք այդ արվեստից զզվում էին, կոպիտ ասած, էլի, այդ արդեն ավանդական դարձած արվեստագետներից, նույն Արմանը շատ դեպքերում իր ծնողների արվեստը առանձնապես չէր ընդունում, այսինքն ում մասին ես մի քիչ առաջ խոսացի Ալեքսանդր Գրիգորյանի եւ Արփինիկ Ղափանցյանի, այսինքն իրանց համար կարեւոր էր, որ իրանք նոր աշխարհի ներկայացուցիչներ են, այդ արևմտյան արժեքները, պանկ երաժշտությունը, այդ, չգիտեմ, կաշվե բաճկոնները, այդ պոեզիայի երեկոները, երաժշտությունը, բրեյքդանսը եւ այլն, ասեմ ձեզ, որ այս թեման, երրորդ հարգի թեման իրան չի սպառում, պարզապես չի սպառում։ Դա թեման 1987-ից մինչև 1994-ը եղել են ցուցադրություններ, բայց մինչև հիմա ամբողջությամբ այդ ժառանգությունը նորմալ ուսումնասիրված չի ու պարբերաբար նոր բաներ են հայտնում։ Ես ձեզ հիմա օրինակ կբերեմ, սա նաև մի տեսակ ձեր համար անոնս կլինի, ես որ ձեր համար բացում եմ մի հատ փոքրիկ պատուհան դեպի մի նախագիծ, որը կլինի դեկտեմբերին Ժամանակից արվեստի ինստիտուտում բացվելու է ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են արխիվային նյութեր, որոնք երբեք չեն ցուցադրվել, որոնք հայտնաբերվել են ընդամենը այս տարվա ընթացքում, եւ դրանք ոչ միայն լուսանկարչական նյութեր են, այլև տեսանյութ է, վիդեո է, որը հիմա թվայնացվում է, որտեվ դա հին ժապավենով ու այդ վիդեոն արվել է հենց այս պերֆորմանսը վիդեո է արվել, որը հայտնաբերվել է ընդամենը վերջերս։ Պատմեմ, 40 տարի է անցել ու նոր գտել են, որ այդ ամբողջ պերֆորմանսը, խոսքը հենց այս ողջույն նկարիչների միության Անդր Շիրիմյան աշխարհից ամբողջությամբ վիդեո է արվել։ Եվ այդ վիդեո նյութը դեկտեմբերի ցուցադրության ժամանակ այդ թվում նոր արխիվային լուսանկարներով գունավոր ցուցադրվել է առաջին անգամ Ժամանակից արվեստանգամ։ Դե տեսեք արդեն այստեղ նշել եմ, որ Շողակաթ Ղազարյանն է սիրով տրամադրել այս մեկ կադրը, նույնիսկ ավելին չուզեցի, որպեսզի չներկայացնեմ այդ բացահայտումը, որ իրանք են արել եւ բնական է ոնց որ կրեդիտը իրանց պետքա տամ ամեն դեպքում ու դեկտեմբերին դուք հնարավորություն կունենաք տեսնել թե վիդեոնյութերը, թե լուսանկարչական արխիվը ու այս բոլոր կերպարները իրանք հենց այնպես զոմբիներ չեն, ամեն մեկը ինչ որ մի կերպար է ներկայացել, այդ թվում օրինակի համար աֆղանական պատերազմից վերադարձած եւ զոհված մեկը, որտեվ դա շատ քաղաքական այսպես մեսեջ էր, այսինքն այդ կարգի իրանք բոլորը ամեն մեկը ստանձնել է մի կերպար, բայց տարիներ հետո երբ իրանց հետ խոսում ես, իրանք իրականում այդ ընթացքում այդ ժամանակ երբ իրանք այս ցուցադրություններն անում էին, այս պերֆորմանսներն անում էին, իրանք տեղում ինչպես միշտ է այդպես, իրանք չէին պատկերացնում իրենց արածի կարևորությունը։ Շատ դեպքերում նույն Արմանի հետ Լուսահոգի Արմանի հետ, որտեվ այս նյութերն էլ, այսինքն նույն այս կադրը իր արխիվից է, իր սլայդերից են ստանում, Արմանը, որ հիմնադիրն էր երրորդ հարգի, ցավոք սրտի մի քանի ամիս առաջ ընդամենը հեռացավ կյանքից, ամենալուսավոր մարդկանցից մեկը երևի մեր արվեստային դաշտում։ Այ Արմանի հետ էլ երբ որ երրորդ հարգից խոսում էր, ինքը ասենց ասում էր, հա դե այս երրորդ հարգը մայն բանից արեցիք բան։ Ինքը ասում այ դարագոյ, ինքը համ հասկանում էր, որ այդ կարևոր բան են ասում, բայց ինքը միշտ ասենց մի տեսակ ձև ուներ, որ դե հիմա արել ենք անցել արդեն ոնց որ դրա ժամանակ անցել, բայց իրանք նույնիսկ տեղում շատ դեպքերում իրանք խաղում էին, խաղի պես էին վերաբերում, սրանք ոնց որ ջահելները ուրախանում են, էլի, որտեղ պետք է հասկանալ, որ մենք մինչև 30 տարեկան էին բոլորը գրեթե, 20 քանի տարեկան էին։ Օրինակ նույն 666 ցուցադրությունը, որ եղավ, պլյուս մինուս ցուցադրությունը, օբյեկտ ցուցադրությունը, որ Սահակ Պողոսյանի կուրատորական նախագիծն էր, այ նույնիսկ այս կադրի մեջ կարող եք տեսնել, որ 666-ը այնքան, ինչպես են հիմա է, չգիտեմ, ոնց էր այն երգչու անունը, որ քենսել արեցին համերգը, Սևդալիզիա, ոնց են Սևդալիզիայի համերգը քենսել անում, այն ժամանակ էլ 666-ն էին, այսինքն ճղում, որտեղ դա շատ սատանիստական բան է, այսինքն պոստերը երևի չգիտեմ մի օր էլ չի դիմացել կամ մի քանի ժամ էլ չի դիմացել, բայց այդ 666-ի պոստերը։ Այս կադրում կարող եք տեսնել Հենրիկ Իգիթյանին։
Նեսել Սարգիս Մուրադյանով նաև հաստատել են, շնորհակալություն Լիլիթ ջան։ Հենրիկ Իգիթյանը ինքը շատ դժվար էր վերաբերում այս արվեստին, համար մի քիչ բարդ էր սա հասկանալը։ Հետագայում, ինչպես իրանք արվեստագետներ են ասում, ինքը արդեն sense մի քիչ ընդունել էր, սկսել էր հասկանալ, բայց իր համար ամեն դեպքում մինասից այն կողմ աշխարհ չկար, ու Հենրիկ Իգիթյանը ստեղծելով ժանրից արվեստի թանգարան ինքը շատ դժվար էր ընդունում այս նոր զարգացումները, նոր արվեստագետների, նոր արվեստը, որը այս ինստալյացիաները, պերֆորմանսները, կոնցեպտուալ արվեստը, պոպ արտը, աբստրակցիան, որովհետև այդ երրորդ հարգի մեջ կային մի շարք ենթախմբեր, ովքեր առանձնապես իրար հետ չունեին, որովհետև ես ընդհանրապես զարմանում եմ, որ իրենք 7 տարի շարունակ կարողացել են իրար հետ ինչ-որ բան անել, որովհետև, չգիտեմ, պոպ արտը աբստրակցիոնիստներին չէր ընդունում, աբստրակցիոնիստները կոնցեպտուալ արվեստագետներին չէին ընդունում, բայց իրենց կարևորությունն այնքան էր, որ 1989 թվականին Փարիզում եղավ մեծ ցուցադրություն, որտեղ երրորդ հարգի անդամները մասնակցել էին, եւ այս ցուցադրությունը այդ թվում հումանիտար բնույթ ուներ, որովհետև ամբողջ շահույթը, որ գոյացավ այս ցուցադրության արդյունքում, ուղղվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի մարդկանց ասել, խնդրեմ, երրորդ հարգի հիմնական կազմը հենց Փարիզում, այստեղ կարելի է տեսնել երիտասարդ Սևին, Քիքիին, Ռումելյանին, Արմանին եւ մնացածին։ Սա կրկին կադր ցուցադրությունից, սա առաջին տիկնոջ այցելությունն է, խնդրեմ նախագահ Ֆրանսուଆ Մետերանը Արմանի հետ, բայց երրորդ հարգը միակ շարժումը չէր, այսինքն ինքը սկսեց 87-ից մինչև 94-ը եղավ, բայց 90-ականներին եւ արդեն անկախ Հայաստան էր, շատ ակտիվ սկսեցին կրկին ինչպես երկրորդ աշխարհամարտից հետո ռոպագանդայի արդյունքում շատ սփյուռքահայեր եկան, 90-ականներին արդեն մի քիչ ուրիշ էր, անկախ Հայաստան էր ու կրկին շատ մեծ ալիք եղավ սփյուռքահայերի եւ իրանց մեջ շատ կարեւոր դեմքեր եկան, այստեղ մի քիչ էլ թերթեմ որ պատկերացնեք։ Ես իրականում այս լուսանկարները որ նայում եմ, մի տեսակ նախանձում եմ, որովհետև նույնիսկ հիմա մենք այս ձևի, այս մասշտաբի ցուցադրություններ չենք տեսնում։ Այսինքն ասում եմ համարյա 40 տարի է անցել, լավ, օքեյ, սա 90-ականներից արված ցուցադրություն է, չգիտեմ, 35 տարի է անցել, բայց Եթե հետևեք Սահակ Պողոսյանի էջին, ինքը պարբերաբար այստեղից գործեր դնում է, իրականում շեշտը հիմնականում հենց այդ կարևորության վրա է, որ ինչպես մենք այս ամեն ինչը կորցրեցինք, եւ խնդրեմ այստեղ նույնիսկ Կարեն Անդրեասյան, Սահակ Պողոսյան, Բայանդուրը, դա իրականում նաեւ վիդեոներ կան, բայց ես հիմա չեմ ուզում դրա վրա կանգ առամ, թե չէ այսօր էլի չենք ավարտի մենք։ Գրաֆիտի ցուցադրությունը, խնդրեմ էլի Երևի կարևոր կազմում այստեղ մեջտեղում հենց Կարինեն է Մացակյան, Նազարեթը, Քիքին, ում ես եմ ճանաչում էլ, Սևը, բանը, վայ, անունը մոռացա։ Շագանը, հա, Շագան Յուզբաշյան։ Արևիկ Արևշատյան ճիշտ է։ Ես էլ գրաֆիտի ցուցահանդեսն խնդրեմ։ Լիլիթը, որ եղել է այս ցուցադրություններին արդեն 90-ականներին, մի քիչ հետո Լիլիթի մասին մանրամասն խոսելու եմ, բայց արդեն հիմա ասեմ էլի։ Ու երբ ես խոսում էի արդեն 90-ականների կարևոր ցուցադրությունների մասին, երբ այստեղ հիմնադրվեց ՆՓԱԿ-ը, բայց մինչև ՆՓԱԿ-ը որպես ինստիտուցիա լինելը, արդեն Սոնյա Բալասանյանն էր տեղափոխվել Երևան, եւ Սոնյա Բալասանյանը իրանահայ արվեստագետ է, ով Ամերիկայում շատ կարևոր ներդրում է ունեցել, ոչ միայն որպես արվեստագետ, այլև որպես գրող, իր աշխատանքները նույնիսկ Սոթբիզի աճուրդներում կարող եք տեսնել վաճառքի։ Հիմա ցավոք սրտի արդեն բավականին տարեց է եւ առողջական վիճակն էլ այնքան լավ չէ, ԱՄՆ-ում է բնակվում, բայց ինքը արել է այս առաջին կարևոր ցուցադրությունը հենց հայարտի կլորներում, այսինքն անդրադառնալով այլ թվում այս մեծ Աշոտ-Աշոտի շարքը, որ Աֆակտումը, որ ինքը միջև հիմա շարունակում է, Արա Հովսեփյանի աշխատանքները, որ այստեղ են ցուցադրվել,
ու կարող եք տեսնել ինչպես են իրենք օգտագործել տարածքը, այսինքն այս ամենը եղել է 90-ականների այդ ամբողջ, ոնց ասեմ, էնտուզիազմի, ներուժի, ապագայի նկատմամբ հույսի, լույսի, խիզախության, չգիտեմ, այն ամեն ինչ եղել է, ինչը ես չեմ տեսել, մեզնից շատերը չեն տեսել, մենք դա չենք զգացել, չենք իմացել ինչա, բայց հիմա որ նայում ես, տեսնում ես 90-ականներին ինչ է եղել, երբ առաջին ցուցասրահներն են արդեն եղել կոմերցիոն, որ կարող էին շատ լավ զարգանալ, երբ ինչ որ աճուրդներ են փորձել իրականացնել, այդ ամենը 2000-ականներին պարզապես կորում է։ 2000-ականներից սկսած լրիվ գնում է ու այդ է ցավը, որին մենք պարբերաբար անդրադառնում ենք, ինչպես հնարավոր կլինի ընդհանրապես մի օր սա վերադարձնել ինչ որ ձևով վերականգնել, որովհետև այս ամենը կորսված է, այս շատ աշխատանքներ գոյություն չունեն, կամ կորել են, կամ մասնավոր հավաքածուներում են, կամ ոչնչացվել են, կամ փչացել են, մնալով նկուղներում կամ ինչ որ ընկերների ամբարներում։ Ես նույնիսկ կոլեկցիոներ Թաթուլ Առակյանի հետ երբ խոսում եմ, իր կոլեկցիայի մի մասը պարզապես իր ընկերոջ սեփական տանը միտեղ դրված է, բայց այդ տունը կոպիտ ասած այսօր կա, վաղը չկա, այդ կոլեկցիան ինչ անելու։ Իսկ Թաթուլ Առակյան ունի մոտ 400 նմուշ, ամենալավ արվեստագետները աբստրակցիայի ու պոպ արտի։ Մարկոս Գրիգորյան, Սոնյա Բալասանյան։ Սոնյան Սոնիկը շատ կարևոր դեմք է։ Ու նփակը ափսոսա նփակը իրականում այսօր որ չունի են վիճակը, որ կարար ունենար, բայց այդ ամեն ինչը ես միևնույնն է կապում եմ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրականում իրավիճակի հետ։ Այդ միշտ քաղաքականության արդյունք է։ Այդ ոնց եղավ որ 90-ականներին կար, մեկ էլ 2000-ականներին ասես կտրուկ կորավ ու չեղավ որևէ ձև դրա աջակցություն, դրա ասել Մարկոսի արած պրոյեկտներից է կրկին նույն շրջանում։ Սաշայես հայտնի շշմելու գործ, ասենք պատերազմի հետ կապված ավելի լավ ինստալացիա ես չեմ պատկերացնում պարզապես։ Սա էլ հայտնի Քիքին իր բոբոներով եւ այս բոբոն ես տեսել եմ Ռամբալ Կոշայում վերջերս, որ նույնիսկ Քիքին նշեցի այդ Վահանի կոլեկցիայում, այսինքն Վահանի Ստեփանյան կոլեկցիայում է, իմ համար լրիվ հանգարցակի տեսա ու քանի որ հասանք Քիքին, ոնց որ արդեն մեր օրերի մասին են խոսում, որովհետեւ սա ես տեսել եմ ընդամենը սրանից մի 2 ամիս առաջ Երևան քաղաքում 2025 թվականն է, խոսենք հենց գլխավոր թեմայի շուրջ, ինձ թվում է ժամանակ ունենք, չէ՞ դեռ, հա։ Գլխավոր թեմայի շուրջ այսօրվա դրությամբ երևի թե հենց այս շրջանի կերպարվեստի հետ կապված, որովհետև տեսակ ես խոսեցի 60-ականներից, խոսեցի մի քիչ 70-ականներից, Կամոնի Գարյան աութսայդերին անդրադարձա, երրորդ հարգը, այդ ժամանակաշրջանի արվեստը, այսինքն այդ մեր կարելի ասել վերջին 100 տարվա ամենաակտիվ արվեստային խմորումների շրջանը եւ այդ շրջանում մի յուրահատուկ վիճակ էր ստեղծվել կար մի այսպիսի մարդ Norton Dodge Norton Dodge-ը ինքը Ամերիկայի տնտեսագետ էր, ով զբաղվում էր տարբեր ուսումնասիրություններով, գալիս էր Խորհրդային Միություն։ Առաջին անգամ Խորհրդային Միություն եկել է 1955 թվականին, կյանքում չեք հավատա ինչ թեմայով, եկել էր տրակտորների թեման ուսումնասիրելու համար, ոնց որ իր թեզն էր գիտական։ Ինքը այդ թեմայով եկել էր Խորհրդային Միություն, տրակտորներով էր զբաղվում։ 1962 թվականին իր երկրորդ անգամ, երբ որ այցելում է Խորհրդային Միություն, Մոսկվայում հայտնվում է շատ հանգարցակի մի բնակարանային ցուցադրության մեջ, իսկ ինչ էր բնակարանային ցուցադրությունը, կվարտիրնիե վստավքի։ Դա երբ underground, non-conformist, ոչ սոցիալիստական ռեալիզմին հարող, ոչ պաշտոնական արվեստագետների ցուցադրություններ էին անում, այդ թվում այդ ցուցադրությունները կարող էին լինել պաշտոնյաների տներում նույնիսկ, պարական պաշտոնյաները կարող էին այցելել այդ ցուցադրությունները, հիմնականում այդ դրանք լինում էին կամ չգիտեմ, ինտելիգենցիայի տներում, գիտնականներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, օրինակ, չգիտեմ, Պիոտրովսկու տանը Լենինգրադում եղել է Հարություն Կալենցի բնակարանային ցուցադրությունը օրինակի համար։ Եվ շատերը, այդ թվում դիպլոմատիկ կորպուսից կամ գիտնականներ, արտերկրից այցելում էին այդ ցուցադրությունը եւ աշխատանքներ էին ձեռք բերում այդ թվում։ Եվ երբ Norton Dodge-ը առաջին անգամ 62 թվականին հայտնվում է այդտեղ, ասում է Wow, այս մի հատ շատ հետաքրքիր գանձարան է, այս սրա հետ պետքա մի բան անել։ Քանի որ այս արվեստը ոչ մեկին պետք չի Խորհրդային Միությունում, դες արվեստագետներին էլ կարելի է օգնել, որովհետև նաև կար այդ
օգնելու ցանկությունը, ես ուզում եմ դրան հավատալ, որ ինքը դա չի արել զուտ այդ գործերը ոնց որ կպցնելու առումով, կոպիտ ասած էլի, այլև որովհետև այդ նկարիչները իրոք լուրջ խնդիր ունեին, իրանք նկարիչների միության անդամ չէին, իրանք իսկ խորհրդային միությունում երբ դու անդամ չես, նշանակում է դու պատվեր չես ստանում, գումար չես աշխատում, իրանք արդյունքում պետք է զբաղվեին նկարչությանը առնչվող ինչ-որ գործերով, որտեղ եթե չէին էլ աշխատում, կար հատուկ հոդված «Զատունիացտվը», այսինքն պորտաբուծության համար, դու քեզ համարում էին հասարակության պարազիտ, չաշխատելու համար քեզ կարող էին բանտարկել, դու կարող էիր հոդված էր, ասենք թե բրոցկուն, կոպիտ ասած, այդ հոդվածով դատում էին։ Որտեվ ասում էին դու չես աշխատում, ասում են գրող եմ, ասում են դու ինչ գրող։ Երբ որ կարդակ այդ պարզապես այդ դատի տեքստը ոնց են բրոցկում դատում, կյանքում չեք հավատա։ Այդտենց բան հնարավոր է, ոնց որ, չգիտեմ, Կաֆկայի ինչ-որ մի ստեղծագործություն կարդալ։ Մի խոսքով, Դոջը սկսում է ձեռք բերել խորհրդային միության արվեստի գործեր, հիմնականում հենց ոչ պաշտոնական, հիմնականում լինելով Մոսկվայում ու Լենինգրադում այդտեղից է սկսում աշխատանքներ ձեռք բերել, դրա համար կոլեկցիայի, այսպես ասեմ, մի ստվար զանգվածը դա ռուս արվեստագետներ են, պրիբալտներ, Ուկրաինա, Բելարուսիա, բայց հիմնականում շատ են ռուսները, բայց հետագայում 70-ականներին, 80-ականներին էլի շարունակում է մի շրջան դեպք է լինում, նկարիչներից մեկին սպանում են, կամ այսինքն տանը լինում է, արվեստանոցում լինում է հրդե, որ ինքն էլ է մահանում, չեմ հիշում ռուս արվեստագետի այդ անունը, KGB-ին են սկսում մեղադրել, ինքը մի քիչ սկսում է վախենալ, սկսում է չգալ խորհրդային միություն, բայց 80-ականներին սկսում է այդ Գորբաչովյան ոնց որ պերեստրոյկան բան, արդեն ինքը ագենտների միջոցով արդեն ոչ թե թաքուն, այլ նույնիսկ բաց վիճակով սկսում է ձեռք բերել այս աշխատանքները, որովհետեւ հասկանաք 91 թվականի դրությամբ Norton Dodge-ի կոլեկցիան մոտավորապես 9000 նմուշ էր։ Այսօր այդ կոլեկցիան 27000 նմուշ է մոտավորապես, որովհետեւ ինքը շարունակում է արդեն 90-ականներին ձեռք բերել ոչ թե այսպես մաս, այլ կներեք կիլոգրամներով։ Մանավանդ 90-ականները դա մի շրջան է, որ նկարիչները շատ կարիք ունեին այդ գումարի, ու ինքը իր ագենտների, այդ թվում տարբեր նկարիչների միջոցով ձեռք բերում է տասնյակներ, հարյուրներով գործեր։ Ու բնական այդ 27000-ը միայն գեղանկարներ կամ քանդակներ չեն, մեջ կան շատ թղթեր, արխիվային նյութեր, նամակներ եւ այլն, բայց 27000-ը դա մի թանգարանի կոլեկցիա է։ Եվ ինչ է լինում 91 թվականին, որ 91 թվականից սկսած Norton Dodge-ը, երբ արդեն մոտ 10000 նմուշ կար, ինքը այդ ամենը ժառանգում է, տալիս է Նյու Ջերսի Rutgers համալսարանին կից գործող Զիմերլի թանգարանին։ Եվ Զիմերլի թանգարանում ստեղծվում է առանձին մի նույնիսկ թև, որը ամբողջությամբ նվիրված է Dodge-ի կոլեկցիային, կոչվում է Soviet Non-Conformist Art։ Այսինքն սովետական խորհրդային ոչ կոնֆորմիստական արվեստի Norton Dodge-ի կոլեկցիան։ Այդ թևը ունի հիմնական ցուցադրություն եւ նաեւ հարկ, որտեղ արվում են ժամանակավոր ցուցադրություններ, գտնվում է իրենց բաժինը, իրենց արխիվները եւ այդ թևում թանգանի ուրիշ ոչ մի բան իրավունք չունեն անեն։ Դա ֆոնդ է, որը գործում է արդեն 30 տարուց ավելի, մինչև 2000-ականների կես ինքը դեռ ձեռք էր բերում գործեր, դրա համար է նմուշը 27, այսինքն գործը 27000, բայց ինքը ձեռք էր բերում միևնույն է խորհրդային շրջանի գործեր, այսինքն 70-ական, 80-ականներ, նու այդ նաև այդ տրանզիցիայի շրջանի կարող է 90-ականներից էլ գործեր հայտնվեն, որտեղ շատ կարևոր շրջան էր այսպես անցումային շրջանը, բայց այդ կոլեկցիայի մեջ կան բոլոր հանրապետություններից արվեստագետներ եւ կան բազմաթիվ տասնյակ հայ արվեստագետներ։ Սրանից շուրջ 2 տարի առաջ իրենք սկսում են աշխատել Զիմերլի թանգարանի այդ Norton Dodge բաժինը սկսում է աշխատել կայքի վրա։ Կայքը, որ ծրագրվում է արդեն բացել հաջորդ տարի, բայց ամբողջությամբ պատրաստ կլինի երևի մի 5 տարուց, ներկայացնելու է ամբողջ կոլեկցիան։ Իսկ դա լինելու է այդ Norton եւ Nancy Dodge, այդպես է կոչվում, Norton եւ Nancy Dodge Soviet Non-Conformist Art Collection-ի, այսպես ասած, on-line կատալոգ ռեզոն է, որտեղ լինելու են բոլոր հանրապետությունները, բոլոր արվեստագետները, բոլոր գործերը, իրանց բիոգրաֆիաներով եւ այլն եւ այլն։ Եվ իրանց բախտը շատ բերում է, որովհետեւ իրանք Հայաստանի դեպքում գտնում են Լիլիթ Սարգսյանին արվեստաբան, ով այդ շրջանի երևի ամենալավ մասնագետներից մեկն է եւ ով այսօր ներկա է մեր երեկոյին եւ Լիլիթը սկսում է ակտիվ աշխատել այդ կայքի վրա եւ նաեւ ոնց ձեռի հետ իրանց ոնց որ սկսում է ոնց
կաթիլ աշխատել էլի։ Դե շատ հետաքրքիր է այս նախագիծը, այս կոլեկցիան շատ լավն է, հələ տեսեք ինչքան լավ արվեստագետներ հայ կան, այս ինչքան լավ գործեր ունեք, գուցե կարող է ցուցահանդես անել, կարող է հենց հայ արվեստի հետ կապված։ Կյանքում չէ կարա, չէ, հայ արվեստի հետ կապված ցուցահանդես։ Մի խոսքով այնքան է տենց ասում, երևի իրանք էլ են հոգնում, ասում են լավ, օքեյ, եկեք անենք։ Բայց իրականում իրանք էլ շատ տրամադրված էին, կատակը մի կողմ դրած, իրանք հենց այն Zimmerli թանգարանի մեջ Dodge կոլեկցիայով զբաղվող խումբը, որը գլխավորում է Յուլիա Տուլովսկին, ինքը շատ տրամադրված էր անելու հայ կերպարվեստի հետ կապված ցուցադրությունը եւ շատ պատահաբար անցյալ տարի նաեւ ես միացա այս նախագծին, որը ստացավ Topographies of Descent Armenian Art from the Dodge Collection ցուցադրություն անվանումը։ Ցուցադրության վրա երևի աշխատեցինք 1 տարուց ավելի, այսինքն ու ես այցելեցի Zimmerli թանգարան անցյալ տարվա դեկտեմբերին, տեղում ծանոթացա թե թիմի հետ, թե տարածքը տեսա ավելի լավ, որ հասկանանք առարկայական թե ինչ է այնտեղ ցուցադրվելու, որտեվ շատ լուրջ իրականում մարտահրավեր էր, որովհետև շատ բարդ էր այնտեղ 1000-ից ավել երևի գործ կա հայ արվեստագետները, որտեվ մոտ շուրջ 80 արվեստագետ է ներկայացված հայ ընդհանուր կոլեկցիայի մեջ, շատ դժվար էր դրա մեջից ընտրություն կատարել, այդ առումով Լիլիթը հիմնական գործը արել էր պրինցիպի, բայց այնտեղ կար լիքը մանր-մունր ինչ-որ հարցեր, որոնց պետք էր դեռևս հենց Յուլիայի հետ, թանգարանի հետ համաձայնեցնել, որտեղ շատ դժվար է աշխատել այսպես հեռակա, երբ դու տեղում չես տեսնում գործերը ֆիզիկապես, չես կարող իրոք իրենց գնահատել, որովհետև կոլեկցիան շատ լուրջ խնդիր ունի ատրիբուցիայի, լիքը խնդիրներ կան անունների հետ, թվականների, հեղինակների, այսինքն աուտենտիֆիկացիա է թվում, ոչ միայն ով է հեղինակը, այդ թվում արդյոք այն հեղինակը, որ նշված է, ինքն է թե չէ, որովհետև այնպես չի, որ Dodge-ի հետ աշխատող ագենտները եղել են շատ ազնիվ մարդիկ, 16 պետություն է եղել, ամեն մեկը տեղել, ինչ որ մարդիկ են եղել, ովքեր փորձել են ինչ որ մի գործ ուրիշ անվան տակ մտցնել ու այդպես գումար աշխատել կամ շատ են եղել դեպքեր, ոչ միայն Հայաստանում, այդտեղ պատմում են, որ կարային 5 թվական դնեին գործի վրա ավելի թանկ վաճառելու համար, որովհետև շատ բարդ շրջան էր 90-ական եւ այդ իմաստով ոնց որ իմ Լիլիթի եւ Յուլիայի գործը բավական բարդ էր հասկանալու համար ու իրանց համար է բարդ, որովհետև իրանք չեն տիրապետում նյութին ու այդ առումով լավ էր այնտեղ ոչ միայն գտնվել, այլև աշխատելու արդյունքում այս ցուցադրությունը եղավ, սա այս երկու լուսանկարն են, մենք միջև ցուցադրության բացումն ենք, մյուսը ցուցադրության բացման օրը կարելի է տեսնել տրամադրությունը ինչպես է փոխվում եւ որտեվ այդ մի շաբաթը վրա այնտեղ ենք արդեն լիքը խնդիրներ կային սրահում, որ պետք էր փոխել անունների հետ կապված թվագրության, տեղում մենք գործ տեսանք, որ ֆոտոյով չէր երևում թվականը ու մենք 92 թիվ էինք նշել, չնայած 85 թիվ էր։ Ինքը արվեստագետը չէր հիշում, որ 85 թվականին է արել այդ գործը։ Այսինքն դա մինչև երրորդ հարգը արված գործ էր ու դրանով ինքը ավելի էր կարևորվում։ Հիմա մի քիչ արդեն բուն ցուցադրությունից խոսեմ։ Երբ ցուցադրության վրա աշխատում ենք, ես վերնագրային մասի վրա էի կենտրոնացած հասկանալու համար, թե ինչպես այդ topography-ն ինքը մի քիչ աշխարհագրական տերմին է, այսինքն լանդշաֆտի իմաստով, բայց այստեղ այդ descent-ը, այսինքն դիսիդենցիան էլի այլախոհությունը հաշվի առնելով աշխարհագրական դիրքը երկրի, աշխարհագրական տարբեր ֆիզիկական իմաստով աշխարհագրությունը եւ մի քիչ կոնցեպտուալ իմաստով նաեւ աշխարհագրությունը, ինչպիսի շերտեր կարող է լինել, այսինքն այլախոհությունը, ինչպիսի տարբեր դրսևորումներ կարող է ունենալ այդ իմաստով տոպոգրաֆիան ինքը օգտագործում է կոնցեպտուալ իմաստով, դրա համար հանգեցինք այս վերնագրին ու երբ առաջին անգամ, որտեղ մենք այստեղ գծեցինք ինչպես ենք պատկերացնում ցուցադրությունը, որը կարելի ասել մոտ 70%-ով փոփոխվեց ընթացքում մեր պատկերացրած, բայց հիմնական թիրախային խմբավորումները, որոնք Լիլիթը ի սկզբանե որոշել էր ինչի վրա պետք է շեշտը դրվի, պահպանվեցին եւ արդյունքում երբ մենք տեսանք ինչպես է ցուցադրությունը եղել, որտեղ մենք տեղում 3D-ով հավաքեցինք, ուղարկեցինք, բայց երբ տեղում չես դու ֆիզիկական մեկա չես պատկերացնում այդ նկարիների վիճակները, իրանց ռամկաները, այսինքն ես ուզում եմ նաեւ այս խնդիրները էլի բացատրեմ, բայց արդյունքը երբ տեսանք, մենք չեմ կարող ասել, մենք ինքներս տպավորված էինք ու հուզված էինք առաջին հերթին, որտեղ մենք չէինք պատկերացնում։ Հասկանալու համար, սա զուտ նրա համար չեմ ասում, հələ ես շատ փորձում եմ օբյեկտիվ լինել, ինչքան էլ ես ներգրաված լինեմ, սա առաջին անգամ է, սա
օթից վերցված խոսք չի, գովազդային բան չի, աննախադեպ բան։ Սա իրոք աննախադեպ է, որովհետև առաջին անգամ այս շրջանի արվեստը ներկայացվում է Հայաստանից դուրս թանգարանում։ Եթե միջև այդ նույնիսկ ներկայացվել է ինչ-որ չափով, դա ներկայացվել է massամբ, ինչ-որ ֆերներ են եղել, կարող է ինչ-որ արվեստագետներ եղել են, ինչ-որ ցուցադրություններ են եղել, որոնք հիմնականում սփյուռքյան ցուցադրություններ են եղել, այսինքն սփյուռքի հետ կապված շրջանակներն են դա իրականացրել։ Բայց երբ լրիվ այլ հենց ամերիկյան ինստիտուցիա անի ցուցահանդես, որը ամբողջությամբ նվիրված է լինի հայ կերպարվեստին այս շրջանի, դա ոչ միայն առաջին անգամ է, այլև կարևոր է այն իմաստով, որ հայկական կերպարվեստը համաշխարհային իմաստով մենք ինստիտուցիոնալիզացված ենք, այսինքն մենք հաստատված ենք ակադեմիական իմաստով մեր քրիստոնեական ժառանգությամբ։ Ու մենք այնտեղ էլ ենք դրա մասին խոսում, երբ մենք դրա մասին խոսեցինք, հետո բացման խոսքի մեջ տնօրենը դա, այսինքն գլխավոր կուրատորը դա ասեց, ես իրեն դա ասել եմ մեր մասնավոր խոսակցության ժամանակ, հետո ինքը բացման խոսքի մեջ դա ասեց որպես կարևոր բան, որտեղ դա իրոք, երբ Metropolitan Museum-ը 2017 թվականին անում էր ցուցահանդես, որը կոչվում էր Armenia, ու վերջում այսպես բացականչական նշանով, բայց այնտեղ Հայաստանը ավարտում էր 17-րդ դարում, այսինքն եթե դու անում ես ցուցահանդես, որի անունը դնում ես Armenia, ոսես բացականչական նշան ու ցույց ես տալիս, չգիտեմ, 500 տարվա պատմություն, ու կարծես Հայաստանը դա մինչև 17-րդ դարն է, դրանից հետո բան չկա, ու դա մենակ մետրոպոլիտենի մասին չի խոսքը։ Այլ երբ դու նայում ես ինչպիսի հետազոտություններ կան հայ կերպարվեստի հետ կապված, ինչ գրքեր կան, ինչ հոդվածներ կան, քրիստոնեական ժառանգության մասին, խնդրեմ, տասնյակներ, հարյուրներ, հազարներ գրքեր, հոդվածներ, որովհետև այնտեղ նաև առնչություններ կան Բյուզանդիային, քաղաքակրթական ժառանգություն, Իրան, այսինքն Օսմանյան կայսրություն, այսինքն այդ ամեն ինչը շատ էփված է համաշխարհային իմաստով։ Իսկ ինչ է խորհրդահայ կերպարվեստը։ Եթե խորհրդային ասվածը տասնամյակներ շարունակ խորհրդայինը հավասարեցվել է ռուսականին։ Ու այդտեղ ենթա շերտերը այդ խորհրդային ասվածին, այդ թվում հայկականը, Հայաստանը կորսվել են, կորել են, մնացել են ստվերում կամ չեն դիտարկվել ընդհանրապես։ Ու հիմա նոր, որտեվ սա առաջին դեպքը չի, էլի նոր ինչ որ բաներ են սկսվում, ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլ ընդհանրապես խորհրդային իրականության հետ կապված, խորհրդային առանձին հանրապետությունների հետ կապված, թե ինչպիսի զարգացումներ են այնտեղ եղել։ Եվ այդ զարգացումների մեջ սա արդեն օբյեկտիվ ոչ միայն մեր գնահատականն է, այլև այլ մասնագետների Հայաստանի զարգացումը այդ համեմատաբար լիբերալ, համեմատաբար ազատական, որտեղ նոնակոնֆորմիզմը անունը մի քիչ շատ բարձրահնչեղ է, որտեղ այդքան նոնակոնֆորմիզմ, որտեղ այլախոհությունը չէր դրսևորվում քաղաքական իմաստով, այլ դրսևորվում էր ավելի շատ կոնցեպտուալ, էսթետիկական, գաղափարական իմաստով։ Իրենք ազատ արվեստագետներ էին, ոչ թե հակաքաղաքական, այսինքն իրանց արվեստի մեջ դու այդ ազատությունը, նոնկոնֆորմիզմը տեսնում ես արվեստի լեզվի միջոցով, արվեստի միջոցով էին իրենց այլախոհությունը հայտնում։ Ու երբ մենք մոտենում էինք ցուցադրությանը, այս կադրը շատ կարևոր է, որովհետև հեռվից դուք տեսնում եք այս կաթողիկե եկեղեցին, հեռվից երբ մոտենում եք ցուցասրահին, առաջինը այդ գեղանկարն է երևում Արմինե Կալենցի սքանչելի, շատ նուրբ այս բնանկարը, երբ ավելի եք մոտենում, ձախի վրա տեսնում եք այս ֆոտոն։ Տեսեք այս համադրության մեջ էլի Զավեն Սարգսյանի արված գլխատված Լենինը, որ օդից կախված է, որ sense լրիվ ցոր կոնցեպտուալ արվեստի գործ լինի ինքներանով էլի, հենց տեքստի մեջ էլ մենք դրա մասին խոսում ենք, ու ես ընդհանրապես վերջերս այնտեղ լինելով հանդերձ ես դա չեմ նկատել, Երևանում եմ ես դա նկատել, որ ինչ հետաքրքիր է, որ եկեղեցին, որը պատկերել է Արմինե Կալենցը, չունի գմբեթ։ Այսինքն եկեղեցին գլխատված է, Լենինն էլ է գլխատված։ Ու սա ցույց է տալիս նաև կոնցեպտուալ այդ շրջանակը, որտեղից որտեղ է գնում այս ցուցադրությունը, որ գալիս է շատ պարզ, մաքուր, հայկական, ազգային վիճակից, մինչև, այսինքն, որ նաև հաշվի առնելով խորհրդային իրականության մեջ այդ թվում եկեղեցու վիճակը ու այդ գլխատված եկեղեցին, այդ հոգևոր արժեքների խնդիրը, մինչև կայսրության գլխատումը։ Եվ արդեն ցուցադրության մեջ ես հիմա կանդրադարձամ առանձին ենթաբաժինների, որոնք շատ լավ շեշտում են, թե ինչ է տեղի ունեցել այդ 30-40 տարիների ընթացքում, որտեվ առաջին ենթաբաժինը ես հատուկ չեմ թարգմանել, որտեվ ինձ թվում է
ոստեղ խոսեմ ինչի մասին է խոսքը, որ հենց օրիգինալ անվանումներ էլի օգտագործում, որոնք հենց սրահում են National Landscape Land Identity Dream, այսինքն ազգային բնանկար, հող, ինքնություն, երազանք։ Այս իմաստով կարևոր է հասկանալ ինչ արվեստագետներ են ներկայացված եւ բնանկարը ինչքան կարևոր ժանր էր հայ կերպարվեստի համար խորհրդահայ իրականության մեջ, որտեվ դա շատ, այսպես ասած, խախանդ տեղ էր գնալու համար, դե բնանկար է, ինչ կարան ասեն էլի, դե բնանկար եմ անում, հետո ինչ որ մի քիչ ուրիշ ձև եմ անում, ավանգարդ, այսինքն ոչ մի տենց շատ կպնելու տեղ չկա, բայց միևնույն ժամանակ շատ լավ առիթ էր անդրադառնալու, օգտագործելու այդ լեզվամտածողությունը ֆովիստական, եվրոպական, այսինքն վաղ 20-րդ դարի լեզվամտածողությունը ու նաև ինչպես ենք մենք աթեիստ խորհրդային միությունում այդքան եկեղեցիներ պատկերում։ Դա էլ է շատ հետաքրքիր թեմա, որովհետև դա խոսում է կրկին այդ մի տեսակ չգիտեմ ոնց ասեմ հայերեն loophole կար էլի կոպիտ ասած այսպես այդ սոցիալիստական ռեալիզմի ռոպագանդայի մեջ կար այդ տեղը որ տեղավորում են ասում են դե մենք սա չենք դիտարկում որպես հոգևոր ժառանգություն, սա ճարտարապետական մեր կարևոր նմուշ է, որ ուսումնասիրվում է նաև ներկայացված է մեր ճարտարապետական, սա որպես ճարտարապետական ազգային ժառանգություն, որտեղ ազգայինին չեն կարող կպնեին։ Իսկ այդ ազգայինի տակ շատ բաներ կարելի էր ցույց տալ, խորհրդային միությունը վախենում էր ազգայինին, չէր ուզում ազգայինի դեմ բան ասել, ոնց ամեն մեկը պետքա ազգայինը իր պահպանի, ներկայացնի, այնպես չի որ խորհրդային միության ժամանակ այդ ազգայինը չի աղավաղվել, այսինքն նույն ազգային պարերը բան որ նայում ես ինչ են դարել այդ արդյունքում։ Մի խոսքով, բայց այստեղ նաև կարևոր էր, որ այս բնանկարի մեջ մենք ցույց տանք, որտեղից է դա գալիս, խոսքը Սարյանի այս գծանկարի մասին է թղթի վրա, որ Սարյանին շեշտենք, որտեվ Սարյանը դա ընդհանրապես նոն-կոնֆորմիստ չես համարի, էլի, բայց հաշվի առնելով այդ մոդեռնիզմը որտեղից էր գալիս, որտեվ Սարյանը եղել է ակունքներում ռուսական ավանգարդի 20-րդ դարի սկզբում, այսինքն նույն այդ խմբավորումներ են, որ այնտեղ են եղել, Բուբնովի վալետ, չգիտեմ, դա Գալուբայա ռոզը եւ այլն, այսինքն այդ խմբավորումների մեջ լինելով ու հաշվի առնելով Սարյանը ով էր ընդհանրապես այդ սերնդի համար, մոնումենտ էր, էլի, իր ազդեցությունը այնքան մեծ էր, որ ես անդադ այդ հումորն անում եմ, որ շատ արվեստագետներ միշտ անցնում են ինչ-որ սարյանական շրջան։ Նույն բնանկարի մեջ մենք նաև անդրադարձանք Հակոբ Հակոբյանի լեզվամտածողությանը, այստեղ մի հատ հիշացնես Ռաֆայել Աթոյանի այս աշխատանքը, որ իրենց բակն է հենց պատկերված, այսինքն ոչ միայն այդ վառ գույներն են, որ շատ հատուկ են հայ կերպարվեստին, այլև կա այդ մի քիչ այդ տոնալ փոփոխությունները, որ դա միայն դա այդպես մաքուր հայ կերպարվեստը դա չի, էլի, սա զուտ լուսանկարներ ընդհանուր պատկերացնելու համար տարածքը, մյուս բաժինը, որ էլի ոնց որ հաջորդում էր սրանց, facet of formalism, այսինքն ֆորմալիզմի տեսանկյունները, ոնց որ տարբեր շերտերը, այսպես ասեմ, դիտանկյունները կամ էլ ֆորմալիզմը, ինչ էր ֆորմալիզմը, դրա մասին արդեն խոսեցի, եւ ֆորմալիզմի հիմքում կարելի ասել, այս պատը եթե դիտարկում ենք, այսպես առանձնացրել եմ Երվանդ Քոչարի արված այս աշխատանքը, որովհետև հա Սարյանից Քոչարից մեծ գործեր չունեն, բայց ինչ էլ ունեն, կարևոր էր ցույց տալը, որ այս ամսագրի շապիկը, որ դիզայն արել Քոչարը, որ հետագայում չի էլ տպագրվել, բայց Քոչարն էլ այս արվեստագետների համար էր կարևոր դեմք, իսկ որ արվեստագետներն են սրանք, այսինքն Գևորգ Գրիգորյան Ջոտտոն, Վալմարը, Ռոբերտ Էլիբեկյանը, Հենրի Էլիբեկյանը, Վան Սողոմոնյանը, այս հատվածում մենք կարող ենք տեսնել այդ թվում հենց Քոչարի ուսանող Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքը, որտեղ Ռուդոլֆ Խաչատրյանը ընդհանրապես ինքն իրան նկարում էր, Քոչարը փողոցում տեսնում է, հրավիրում է արվեստանոց, Ռուդոլֆ Խաչատրյանը գաղափար չուներ Քոչարնով, այսինքն Ռուդոլֆի մոտ Քոչարի ազդեցությունը շատ մեծ է, իսկ Քոչարը դա Եվրոպայից եկած այդ ձևամտածողություններ, որտեղ մի արվեստագետ էր, ով ցուցադրվել էր Բրակի եւ Պիկասոյի եւ չգիտեմ Լեժեի եւ մյուսների հետ հանդերձ, եւ այս հատվածը ցուցադրում ենք, թե այդ գծով ինչպես էր ազատականությունը դրսևորվում։ Խնդրեմ կրկին այդ պատը
Մյուս կարևոր մասը ցուցադրության, որ էլի առանձին բաժին էր եւ ներկայացված էր մի քանի sense կղզիներով, խոսքը հենց абստրակցիա, այսինքն վերացականության ենթաբաժնի մասին կամ վերացական արվեստի եւ այստեղ կենտրոնական մեծ բոբոն առանցքով իր շուրջն է հավաքում իր ավելի ավակ ընկերներին, Քիքի կողքն են գտնվում Սեյրան Խաթլամաջանի եւ Վիգեն Թադևոսյանի աշխատանքները, այս կողմից Սեյրան Խաթլամաջանն է, այս կողմից Վիգեն Թադևոսյանը եւ Սեյրան Խաթլամաջանը դա այն սերնդի արվեստագետներից է, ով շատ ազդված էր Արշիլ Գորկիով եւ սա էլ կարեւոր թեմա է հատկապես Ամերիկայում, երբ ցուցադրությունում ես հայ կերպարվեստը, ինչպես է Արշիլ Գորկին մտել հայ իրականության մեջ, ինչպես են 60-ականներին իրեն Հայաստան բերել Հովանես Զարդարյանը, այսինքն սա հետաքրքիր թեմա է, որ կրկին այդքան ուսումնասիրված չէ եւ ես ընդհանրապես ուզում եմ այս սրա շուրջ ինչ որ նախագիծ կամ մտածած, որ տեսնեմ ինչ կլինի, իսկ Վիգեն Թադևոսյանը, ում իդեպ 3 ծնունդներ, եթե ուրեմն սխալ էի ասում, հա, ես տեսա, որ ինչ որ տարել, ցավոք սրտի հենց մահվան 15-րդ տարելից է, բայց Վիգեն Թադևոսյանը այդ թվում Քիքի համար եղել է գուրու եւ այսպես մեծ վարպետ ու Վիգեն Թադևոսյանի գործերին ընդհանրապես առաջին անգամ էի ես տեսնում, որտեվ ես երևի Երևանում մեկ գործ կամ տեսել եմ կամ չէ տեսել, որտեվ ինքը այստեղ կոլեկցիոնում այդքան ներկայացված չի ու հիմնական իր ժառանգությունը դստեր մոտ է Մինեապոլիսում եւ լավ էր որ դուստրն էլ եկավ եւ եղավ ցուցադրությանը եւ Վիգեն Թադևոսյանից ահագին աշխատանքներ կան Դոջի կոլեկցիայում, իսկ Վիգեն Թադևոսյանը եղել է ոչ միայն абստրակցիոնիստ, այլև եղել է Գարուն ամսագրի Ես իր մասին խոսել եմ առաջին դասախոսության ժամանակ, Գարուն ամսագրի գեղարվեստական ղեկավարն է եղել որոշ տարիներ եւ այստեղ մենք նաեւ անդրադարձել ենք մի շարք այլ հեղինակների, ովքեր կոնցեպտուալ արվեստագետ լինելով հանդերձ օգտագործում են абստրակցիայի լեզուն, չնայած իրենք իրենց գործերը абստրակտ չէին համարում։ Դա օրինակ Սամվել Բաղդասարյանի աշխատանքներն են, բայց իր կողքին են նաև Վահան Ռումելյանը կամ Հենրի Էլիբեկյանը։ Դե Հենրի Էլիբեկյանը ընդհանրապես չնայած ինքը ներկայացված էր այդ ֆորմալիզմի շերտերը պատին, բայց Հենրի Էլիբեկյանը իր կյանքի ընթացքում ինչով ասած զբաղվել է, սկսած կուբիստական աշխատանքներից վերջացրած ասամբլեաժներով ու պերֆորմանսներով։ Ու սա էլ կրկին զուտ սրահի մեջ հասկանալու համար ինչպես են դիրքավորված աշխատանքները եւ ինչպես է աշխատում ցուցադրությունը ընդհանրապես։ Կրկին արդեն մեր մի քիչ առաջ այդպես երկար խոսված երրորդ հարկի մասին եւ երրորդ հարկի կարևոր ներկայացուցիչներ Արման Գրիգորյանի այս նշանային աշխատանքը, որ երևի միայն մի անգամ Երևանում է ցուցադրվել եւ վերջ 94 թվականին այդ ժամանակ ցուցադրվեց այս սքանչելի ստեղծագործությունը եւ իր կողքին Էդուարդ Էնֆիաջյանի աշխատանքն ու Էդուարդ Էնֆիաջյանն էլ ի ուրախություն մեզ եկավ ցուցադրության բացման, ինքը հիմա Նյու Յորքում է ապրում եւ Էդուարդ Էնֆիաջյանն էր, որ այս աշխատանքը ասում էր 92 թիվ է, հետո տեղում պարզվեց 85 թվականն է ու իրան էլ տեղյակ պահեցինք, ինքն էլ ահագին ուրախացավ։ Մենք ասում ենք փաստորեն սա մինչ երրորդ հարկյան շրջանի աշխատանք, այսինքն միջև երրորդ հարկը արդեն ասես պոպ-արտի հետաքրքիր գործեր են ստեղծում։ Խնդրեմ էլի երրորդ հարկի աշխատանքներ Էդուարդ Էնֆիաջյանի մյուս երկու գործերը Արմանի այս աշխատանք Կարինե Մացակյանի այս ֆեմինիստական սքանչելի գործը եւ կողքը եւ մեկ այլ հիպերռեալիզմով արված Կարինե Մացակյանի աշխատանքներից Աշոտը, որ շատ նուրբ էին ներկայացրել, մենք շատ տպավորված ենք ընդհանրապես իրանց այդ թե նույնիսկ տեխնիկական մասով էլի ցուցափեղկերի բան, մենք իհարկե գնացինք այնտեղ մի երկու բան ասացինք, sense չինենց, հա, բայց Լուիսի բանի մասով քիչ փոփոխեցինք, բայց ամեն դեպքում մոտեցումը անհավանական մեր համար համ ուրախալի էր, այսինքն մեր համար ոչ միայն ուրախալի է, որ լինում է հայ կերպարվեստի ցուցադրություն մի ինստիտուցիայում, որը անդրադառնում է այդ շրջանին, այլ որ այդ ցուցադրությունը լինում է լավ գործերով։ Որ սրանք լավ ստեղծագործություններ են, այսինքն այս աշխատանքը, այսինքն ցուցադրությունը ինքնանպատակ չի։ Եկեք այս շրջանի ցուցադրություն անենք։ Չէ, իրականում շատ լավ ընտրություն ստացեց ու Աշոտի այս աշխատանքները, որոնք абստրակտ լեզվով, կոնցեպտուալ լինելով, նաև Իրան մասնակցությունը երրորդ հարկին ինքը շատ հետաքրքիր ձևով ինտեգրվեց այս հատվածում ու նաև իրենք ընթերցելու մասին են ու իրանք ներկայացված են հենց ընթերցելու համար, այդպես որպես էջեր, որտեղ այդ այբուբենը, որ ինքը ստեղծում է, էլի կարծես այդ լեզուն կոնցեպտուալ, որ ինքը ստեղծում է։
Եվ վերջին մասը դա Dystopias of the Evil Empire, այսինքն այդ չարիքի կայսրության հակա ուտոպիաները, որտեղ մի շարք արվեստագետների մեջ կարևոր է Հակոբ Հակոբյանի դերը, ով ցուցադրության առանցքն էր իրականում, այսինքն ամբողջ ցուցադրությունը Դարպես ոնց որ այդ գործի շուրջ լիներ եւ ինչով է կարեւոր այս աշխատանքը, որ նաեւ իրենց սիրելի աշխատանքներից հենց այդ բաժնի, որ իրանից երկու օրինակ կա, մեկը ժամանակից արվեստի թանգարանի կոլեկցիայում է, թե չեմ սխալվում, մյուսը, բայց սա օրիգինալն է, սա առաջինն է, որ նա ստեղծել է եւ ինչ է եղել, որ սա Խորհրդային Միության ժամանակ ստեղծելով ինքը շատ երևի ամենանոն-կոնֆորմիստ գործն է այս բոլոր գործերի մեջ, որտեղ իր մեջ շատ հստակ, այսպես շատ քաղաքական մեսեջ կա, այդ անգլուխ մասսան, բոլորը գորշ զանգվածը, որ ընդհանրապես ոչ մի բան չի կարող անել, ոչինչ չի կարող իրանից ներկայացնել, պարզապես այսպես, չգիտեմ, գնում է ինչ որ իր անհասկանալի ուղղությամբ ձեռները բարձրացնում, ինչ որ բանի կողմ են լինում, բայց ինչ է արել Հակոբ Հակոբյանը, կրկին գտել է այդ փոքրիկ ոնց որ տեղը, որտեղ կարող է ոնց որ իշխանություններին եւ թանգարանին կոպիտ ասած խափել, բայց ինձ թվում է լավ էլ հասկացել են, պարզապես ոնց որ խափնվել են, այն որ Պուշկինը ասաց «Я обманываться рад», իսկ շատ հեշտ ձևով էլ ասաց, որ խափնվել են դրան, որ ինքը այդ ժամանակ Սառը պատերազմի մի հատ թեժ շրջան էր 80-ականներին, իրականում ասում են Կուբայի կրիզից հետո ամենավտանգավոր շրջանն էր, եթե չեմ սխալվում 82 թիվը, որ ասում են հեսա պատերազմը սկսելու Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև ու ինքը պարզապես հոդված է գալիս, որ կա այդպես պրոպագանդիստական թեմա, որ կա նեյտրոնային բոմբ, նեյտրոնային ռումբ են ստեղծում, որ հեսա գցելու են Խորհրդային Միության վրա, ոչնչացնեն կոմունիզմը եւ այլն, ինքը պարզապես այս կտավը անվանում է ոչ նեյտրոնային ռումբին, ու այդ վերնագրի ներքո ինքը շատ լավ էլ աշխատում է։ Այստեղ Ադալյաններից շատ լավ աշխատանք է Ռուբեն Ադալյանի, ես մեջտեղում շատ յուրահատուկ կրկին outsider արվեստագետ հիպերռեալիզմի ֆորմատով աշխատող, ով նույնիսկ ասում է, ես ինձ հիպերռեալիստ էլ չէի անվանում, ես չգիտեի որ դա հիպերռեալիզմ է կոչվում, ճիշտ եմ ասում, հիշում անունը Սերգեյ Հովսեփյանը։ Ինքը սովետական նկարիչ էր ու ինքը քանի որ իր լեզվամտածողությունը տեղական հայ կերպարվեստի լեզվամտածողության հետ չէր բռնում, իրան շատ չէին ընդունում։ Ինքը տենց շատ չէր ցուցադրվում, տենց ինքը հիմնականում Մոսկվայում էր ցուցադրվում ու իրան այնտեղ էին ընդունում։ Այստեղ կրկին Ադալյանների ընտանիքից այս էլի շատ այդ նոն-կոնֆորմիստական թեմայով աշխատանքը, որ կոչվում է Գուլագ, եւ ում մասին խոսեցի քիչ առաջ Կամո Նիգարյանի այս հոյակապ ֆոտոմանիպուլյացիաները։ Այստեղ արդեն աշխատանքներ, որոնք մի քանի թեմաների մեջ են, բայց հիմնականում այդ ուտոպիստական նաև, իսկ այդ երազը Գայանե Խաչատրյանի, այնտեղ սկսեցի անունները մոռանալ, Վարուժան Վարդայանի աշխատանք, որ կարելի է տեսնել այս ձիավորի ստեղծագործությունը եւ կրկին այսպես լուսանկարներ ցուցադրությունից։ Իսկ ինչ եղավ սեպտեմբերի ցուցադրությունը բացվեց սեպտեմբերի 27-ին, մի քիչ էլ խոսեմ ցուցադրության ընդհանուր ընթացքի մասին ու ամփոփենք այսօր։ Սեպտեմբերի 27-ին բացվեց ոնց որ այսպես իրանք դա ասում են soft opening, ինքը բաց էր հանրության համար, բայց իր պաշտոնական բացումը եղավ հոկտեմբերի 4-ին պանելային քննարկման, միջև հոկտեմբերի 4-ի պանելային քննարկումը Աշոտ Աշոտի դստեր Շողակաթ Ղազարյանի նախաձեռնությամբ ես եւ Լիլիթը HGB-ում Նյու Յորքում մասնակցեցինք շատ էլի հետաքրքիր պանելային քննարկման այս ցուցադրության շուրջ։ Շողակաթը իդեպ հենց որ հիմա աշխատում է այդ ցուցադրության վրա, որ դեկտեմբերին բացվելու է երրորդ հարկի թեմանով, շատ կարևոր ինքը կուրատոր է, որ երկար տարիներ Փարիզում է աշխատել, իր շատ մեծ ինստիտուցիաների եւ արվեստագետների հետ է աշխատել, հիմա Նյու Յորքում է։ Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ հենց պանելային քննարկումը եւ բացումը տեղում, պետք է շնորհակալություն հայտնել Զիմերլի թանգարանին եւ Յուլիա Տուլովսկային ամեն ինչ շատ բարձրակարգ կազմակերպելու համար, բազմաթիվ հյուրեր, հայ արվեստագետներ, մեր ընկերները, գոլեգաները, խնդրեմ Էդուարդ Էնֆիաջյանի եւ Աշոտը Էդուարդ Էնֆիաջյանի աշխատանքի մոտ, Վիգեն Թադևոսյանի դուստրը,
անուն ինչ էր Իրենը Վիգեն Թադևոսյանի աշխատանքների մոտ շատ կարևոր կոլեկցիոներներ, որ եկել էին բացմանը։ Սա ես ասում եմ Աշոտ-Աշոտի աշխատանքներին պետք է այսպես վերաբերվել եւ այսպես պատմական կադրեր են իրականում, որտեղ այստեղ Աշոտ-Աշոտի գործերն են, այնտեղ էլ նկարվում ենք, էլի։ Սրանք զուտ մի շարք վիդեոներ, ինչպես է Աշոտի դուստր առաջին անգամ տեսնում հայրիկի աշխատանքները, որտեղ ինքը չեր էլ հիշում դրանք, երեխա է եղել լրիվ։ Ես այն զուգահեռ վիդեոները միացնեմ։ Մենք իրականում սպասում ենք պրոֆեսիոնալ այսպես վիդեո walk through էլի ամբողջ ցուցադրության, որ մեզ պետքա Zimmerli-ից ուղարկեն, բայց այսպես ոնց որ ընդհանուր գաղափար կազմեք էլի, ինչ է կատարվում այնտեղ։ Շուրջ 37 արվեստագետ է, մոտ ոնց որ 56 կամ 58 գործ։ Այնքան փոխեցինք միջև վերջի պայմանից հստակ չեն կարող հիշել նույնիսկ էլի։ Ու նաև սա շատ լավ առիթ էր այսպես արվեստային համայնքով հայ Նյու Յորքում հավաքվելու, նշելու այս աննախադեպ ցուցադրությունը, չեմ վախենում այդ խոսքից եւ ասեմ, որ բացման ժամանակ էլ իրենց համար, այդ թվում Zimmerli թանգարանի համար շատ կարևոր էր, որ բացմանը շուրջ 200 հոգի մարդ էր եկել, իրանք ասցին սա մեր համար ոնց որ ռեկորդային թիվ է եւ ոչ միայն հայեր էին, այլև մարդիկ, ովքեր ակտիվ հետևում են Dodge կոլեկցիային, սա շատ կարևոր էր Dodge հավաքածուով մեր մեջ, եթե խոսենք, Dodge հավաքածուով զբաղվող բաժնի համար Zimmerli թանգարանում, որտեղ Zimmerli թանգարանում այդ բաժինը ունի շատ կարևոր դեր, որովհետև ապահովում է այդ թանգարանի իրականում այցելությունները եւ ֆոնդերը եւ նույնիսկ աշխատավարձերը, որովհետև այդ ֆոնդը ինքը endowment ֆոնդ է ու շատ լավ կարողանում է ապահովել թանգարանը, որովհետև այնքան կարևոր է, որ նույնիսկ միջև հիմա հələ համալրվում է ինչ որ նյութեր կամ որ հələ ստանում են, ուսումնասիրում են ու տարիների ընթացքում կլինի ու հենց այդ բաժնի համար իրանք էին ասում Հյուլիա Տուլովսկայի գլխավորությամբ, որ ինչքան լավ է, որ դուք եք գալիս ցույց տալիս այս կոլեկցիայի կարևորությունը, որտեղ Zimmerli թանգարանի ոնց որ տեղացի ղեկավարությունը կամ նույն տեղացիները իրանք չեն հասկանում կարևորությունը ու նման նախագծերով է բացահայտում իրանց համար ոչ միայն հայ կերպարվեստը, ու նաև սա շատ լավ առիթ է, որ իրանց մշտական ցուցադրությունն են փոխելու, որտեղ իրանք ունեն մշտական ցուցադրություն, որ նոն-կոնֆորմիստական արվեստը ցույց են տալիս, որտեղ հայ արվեստագետներ չկան։ Հիմնականում ռուսներ են, պրիբալտներ, վրացի մի երկու վերջ, բայց հայեր ներկայացված չեն, իսկ սա նաև առիթ է, որ այս գործերը դուրս գան, որտեղ իրանք պահոցներում են չեն ցուցադրվել։ Մենք այս ընթացքում ուսումնասիրեցինք այն աշխատանքները, որ մեզ հետաքրքրում էր արխիվներում ու իրանց պահոցներում, այդ հնարավորությունները մեր տվեցին շատ պրոֆեսիոնալ ձևով, ու մենք լիքը հարցեր, լիքը ոնց որ ատրիբուցիաներ ճշտեցինք։ Լիքը գործեր կար, սխալ էր գրած անունները, լիքը գործեր կար, որ պարզ չէր ինքը չի, ու եւ այլն։ Մի խոսքով այսպես հետաքրքիր մի ավանտյուրա էր, որ բերեց այս շատ կարևոր ցուցադրությանը եւ ես այս իրականում իմ համար առիթ է նաեւ շնորհակալություն հայտնել Լիլիթին, որ ես դարձա այս ամեն ինչի մասը ու որ կարողացանք այս ամեն ինչի իմի բերել, ներկայացնել ու սա ինձ թվում է հետաքրքիր ընթացք կստանա, հիմա աշխատում ենք, տեսնենք էլ ինչ սրանից դուրս կգա ու ուր կհանգրվանի այս ցուցադրությունը հետագայում։ Երևի թե այսօրվա համար այսքանը։ Merci շատ։ Շնորհակալություն նաև Նիկողոսյան հիմնադրամին, ով այսքան բաց է մեզ ու հյուրընկալում է։ Կարող ենք հիմա ավարտել այսպես ասած ֆորմալ հատվածը, մենք ունենք թեյ սուրճ, կարող ենք դեռ մի փոքր զրուցել իրար հետ եւ եւս մեկ անգամ շատ շնորհակալություն, կհանդիպենք նոյեմբերի 7-ին կամ նոյեմբերի 8-ին արդեն այստեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին, ցտեսություն։